Այս աղմկահարույց միջադեպի վերաբերյալ կխոսենք տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք։ Թարգմանության հարցում մեզ կօգնի մեր խմբագիր Արթուր Պապյանը։ Նախ առաջին հարցս, ըստ ձեզ արդյոք հնարավոր են այնպիսի զարգացումներ, որ այս դեսպանի սպանության միջադեպը հանգեցնի ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման, ինչպես դա եղավ նախորդ տարի մենք ականատես եղանք ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։ Well, what's different about this context Այս անգամ ենթատեքստը այլ է, քանի որ դեսպանի սպանությունը Թուրքիայում ըստակորեն ուղղված է Ռուսաստանի դեմ, ոչ թե ռուս-թուրքական հարաբերությունների, այլ կերպ ասած, դեսպանը ինչ-որ առումով ներկայացնում է Ռուսաստանի կառավարությունը և սա անմիջական հետևանքն է Ռուսաստանի ռազմական գործողությունների Սիրիայում և սա ավելի շատ հարձակում էր ուղղակի Ռուսաստանի դեմ, քան թե ռուս-թուրքական հարաբերությունների։ Սակայն կա մեկ տարբերություն, սա առաջին դեպքն է, երբ ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ այլ երկրի դիվանագետին սպանում է և դա Թուրքիայի կառավարության համար մեծ ամոթ է, հակառակություն է, և թեև դա անմիջական նույնիսկ չի սպառնում թուրք-ռուսական հարաբերություններին, դա անմիջականորեն դա մեծ մտահոգություն է Թուրքիայի իմիջի համար այլ երկրների հետ և պետք է հասկանանք, որ չնայած այս ամեն ինչին սա տեղի ունենում Ռուսաստանում, Թուրքիայի, Իրանի և Բայց բոլոր հնարավոր կողմերից մենք լսում ենք արձագանք այն մասին, որ սա հենց ռուս-թուրքական հարաբերությունների բարելավմանը, կարգավորման դեմ է ուղղված, պաշտոնական հայտարարություններ կան արդեն այդ մասին և նրանք ասում են, որ մենք միասնական կլինենք, կհաղթահարենք այս գործությունը, կդատապարտենք տեղի ունեցածը, նաև խոսվում է, որ արդեն մահացած սպանված դեսպանի անունով է կոչվելու այդ փողոցը, որտեղ դեսպանատունն է, կարծես հակառակ պրոցեսն է գնում, ավելի մտերմանում են հարաբերությունները, դուք նկատում եք նման տենդենս։ What we see is actually from an տեսնում ենք, official որ Russian իրականում պաշտոնական ռուսական կամ պաշտոնական թուրքական տեսակետից այդ ռեակցիան բնական է, բայց դա սխալ ռեակցիա է, այլ կերպ ասած, սա ոչ թե ռուս-թուրքական հարաբերությունները վնասելու փորձ էր, թեև դրա որոշակի նախադրյալներ կային, այլ իրականում այլ բան էր և ինձ թվում է, որ այս բանը Ռուսաստանին կարևոր է ցույց տալ, որ դա ռուս-թուրքական հարաբերություններին է վերաբերում, այլ ոչ թե Ռուսաստանի ներգրավմանը Թուրքիայում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա սա Թուրքիայի տեսակետից այդ երկրում վախի մթնոլորտի տարածման հերթական մի դեպքն է, որը Թուրքիայում երկրի ներսում տեղի ունեցող վտանգավոր բռնությունների, զարգացումների շարունակությունն է և մենք գիտենք, որ սա կարող է նաև լինել Հրանտինկի սպանության կոնտեքստում, ժողովրդադեմոկրատական կուսակցության գրասենյակների դեմ բռնությունների կոնտեքստում և այս առումով այն փաստը, թեկուզ որ հարձակումը կատարողը, սպանություն կատարողը նախկին ոստիկան էր, շատ լուրջ մտահոգություններ է բարձրացնում և այս բանին մենք իսկապես տեսնում ենք, որ Էրդողանը և Պուտինը ավելի մոտենում են, մերձենում են դիմագրավելու միացյալ սպառնալիքի, սակայն պետք է հասկանանք, որ այս երկու երկրների միջև ընդհանուր հակամարտությունը Սիրիայի վերաբերյալ դեռևս շարունակում է պահպանվել։ Ես ուզում եմ նաև հարցնել ձեզ ում էր ձեռնտու այս գործողությունը։ Դուք ասում եք, որ տարածաշրջանում կարծես Հայաստանը և նաև պետությունները, ովքեր այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն Թուրքիայի հետ, մասնավորապես նաև Սիրիան կարող ենք այդպես ասել, չեն շահի ռուս-թուրքական մերձեցումից, որը տեղի կունենա ըստ էության տեսնում ենք, և ում է ձեռնտու այս գործողությունը։ Well, in other words, there are two direct implications Երկու from this ուղղակի strategic եզրակացություններ կարելի է այստեղ ռազմավարական առումով դուրս բերել։ Առաջինը, որ Ադրբեջանի համար կնավ ավելի դժվարանում է Թուրքիայի հետ մոտենալ, մերձենալ հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցող այս մտագիր զարգացումները, մյուս կողմից էլ Թուրքիայի տեսակետից էլ Ադրբեջանում խնդիրներ կան, քանի որ Ադրբեջանը բավարար չափով չի արձագանքում գյուլենական սպառնալիքին։ Եվս մի բան պետք է հասկանանք, որ Անկարայում էլ տեղի ունեցել վերջերս նաև տեղի ունեցել հարձակում ամերիկյան դեսպանատան դեմ, և սա նաև մտահոգիչ է
ամերիկյան հարաբերությունների վրա եւ մենք արդեն գիտենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել եւ այդ արձակումը նույնպես որպես ահաբեկչական հարձակում է գնահատել եւ այս առումով Հայաստանի տեսակետից թեկուզ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի դիրքը այս տարածաշրջանում անկում է ապրում։ Գյուլենականների անունն է արդեն շրջանառվում, մենք տեսնում ենք ռուսական մամուլում անդրադարձներ, արդեն պաշտոնական Անկարայից նման մեկնաբանություններ են հնչում, ձեզ արդյոք որևէ կերպ կարող էր նման կապ ունենալ եւ արդյոք սա շարունակությունը չէ այդ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում Էրդողանի այն քաղաքականության, երբ բոլորը ով ըստ էության խանգարում էր իրեն, կապվում էին այդ ուժի հետ, այդ շարժման հետ եւ ըստ էության վերածվում, հեռացվում քաղաքական դաշտից։ That's a very good question because this is the real significance of the assassination. Այս տեղի ունեցած մահապորցի ամենահետաքրքիր կամ ուշագրավ զարգացումից մեկը դա է, որովհետեւ however, the Turkish government immediate կարող է եւ իսկապես լինել, որ այս մարդը կապված է գյուլենական ցանցի հետ, սակայն մյուս կողմից Թուրքիայի կառավարության տեսակետից ամեն դեպքում կարելի է սա շահագործել որպես գյուլենական ցանցի ընդհանուր սպառնալիքի համատեքստում ինչ-որ մի զարգացում։ Երկրորդ հարցը, որ կա, սրա հետևանքով որոշակի քաղաքական զարգացումներ, վերադասավորումներ կարող են լինել, որոնք կարող են օգնել Էրդողանին ավելի խստացնել, այսպես ասած, ձգել կապերը իր իսկ հասարակության վրա եւ այլ կերպ ասած, այս պահին եկեք վերադառնանք Հայաստան, մեզ համար շատ ավելի լավ է, որ Թուրքիայի հետ սահմանը գոնե փակ է, քանի որ Թուրքիայում իսկապես ատելության այսպիսի մթնոլորտ է, որ տարածվում է։ Մենք պաշտոնական Անկարայից նաև արդեն արձագանք ունենք, որ այս տեղի ունեցած գործողությունը արվել է նույն մարդկանց կողմից, ովքեր ինքնաթիռի խոցումն էին կազմակերպել։ Կարծես այնտեղ ակնհայտ էր, որ այդ ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը թուրքական իշխանությունները վերցրել են իրենց վրա, ի տարբերություն այս դեպքի։ Այստեղ հակասություն չեք տեսնում։ Well, you rightly point out the hypocrisy, but ճիշտ եք ցույց տալիս, որ այստեղ որոշակիորեն երկերեսանություն է երևում Թուրքիայի տեսակետից, եւ մյուս կողմից այստեղ նաև թափանցիկության պակաս կա։ Իհարկե թուրքական օդուժի օդաչուն, որին սկզբում ներկայացնում են որպես հերոս, իսկ հետո սկսեցին ներկայացնել որպես գյուլենական գաղտնի ցանցի անդամ, որոշակի հակասություն է պարունակում։ Եվ այս առումով պետք է հասկանանք, որ հենց նույն Թուրքիայի կառավարությունը գործում ասես այլընտրանքային մի իրականության մեջ եւ նրանք ամեն ինչ այդպես են դիտարկում, սեփական պրիզմայով են ներկայացնում նույն Հայաստանի հարաբերությունները, դինքի սպանությունը եւ այլն։ Եվ նրանք շարունակում են տարածել այս վախին մթնոլորտը եւ այս ամբողջ վատը հիվանդություն, որ կա Թուրքիայի հասարակություն, պարզապես ավելի ակնառու է դառնում։ Այսօր գիտենք, որ սպասվում է այդ Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում եւ կարծես Սիրիայի հարցն է օրակարգում լինելու, հաշվի առնելով երեք տեղի ունեցածը, ինչ զարգացումներ կարելի է ակնկալել այստեղ, արդյոք բեկումնային որևէ փոփոխություն կլինի, որոշում կլինի, հաշվի առնելով նաեւ վերջերս Հալեպի ամբողջությամբ գրավումը Սիրիական ուժերի կողմից։ Well, in many ways, Syria was the trigger պետք է ասել, որ այս ամեն ինչի դրդապատճառն է, այլ կերպ ասած Սիրիան, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև կրթության հիմնական աղբյուրն էր, եւ թեև նրանք այս թեմայի շուրջ շարունակում են խոսել, բայց նրանք դեռևս որևէ կերպ չեն լուծել այդ հարցը եւ Սիրիան շարունակելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև բաժանարար գիծ մնալ։ Մյուս կողմից էլ կա որոշակի ջանք փորձելու Ղազախստան տեղափոխել խնդրի լուծումը Նազարբայևի Հովանու կամ հովանավորության ներքո եւ սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ նաեւ սկսեն Թուրքիայի ներսում Ղազախների դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկել եւ պետք է հասկանալ, որ Թուրքիայի ներսում տարբեր այս Սիրիայի հարցով ներգրաված կողմերի դեմ հարձակումները դրանց պատճառները չեն վերացել, այլ եւ գուցե դա մենք ոչ թե գործենք իսկապես հակառուսական, այլ Ասադի ռեժիմին աջակիցների դեմ ուղղված քայլերի հետ։ Ամփոփելով տեղի ունեցածը եւ դրա հետևանքները, ինչ սպասել առաջիկայում, պարոն Կիրակոսյան, եւ հատկապես Հայաստանի առումով
արդյոք որևէ փոփոխություններ կարելի ակնկալել, որովհետև երեք այդ միջադեպի լուրից հետո կարծես մի փոքր հատված հանրության կրկին սկսեց հույսեր փայփայել, որ այ կրկին կվատանան ռուս-թուրքական հարաբերությունները եւ նրանք ավելի հայամետ կդառնան ռուսները եւ մենք գուցե օգուտներ քաղենք։ Դա կարծես այլևս չենք տեսնում, բայց ինչ սպասել։ Well, I think we have to be careful because in many ways Armenia was very careful not to be directly brought into the conflict between Moscow and Ankara. At this stage we have more to lose in the middle of the game, whether they have close relations or bad relations. We have to be very careful. Եվ այդ առումով պետք է հասկանանք, ռուսները եւ թուրքերը լավ հարաբերություն ունեն թե վատ, մենք ամեն դեպքում պետք է զգուշավորություն պահպանենք։ Մյուս կողմից եկեք հասկանանք, որ Թուրքիան այսօր ոչ կայուն, վտանգավոր մի երկիր է, իսկ դրա համեմատ Հայաստանը ավելի կայուն երկիր է եւ որևէ վտանգ չի ներկայացնում այս տարածաշրջանին որևէ երկրի։ Այդ առումով Թուրքիայի ցանկացած քայլ ավելի ներգրավված լինել տարածաշրջանում Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ հարցականի տակ են մնում։ Եվ անկախ այնից մենք ուզում ենք թե ոչ, պետք է հասկանանք, Թուրքիան մեր հարևանն է եւ նա մեզ եւ վախեցնում է եւ մեծ սպառնալիք է ներկայացնում։ Ես շաբաթ օրը լինել եմ Անկարայում եւ ուշադրությամբ, հետաքրքրությամբ հետևել եմ այնտեղ հասկանալու թե ինչ է տեղի ունենում իրականում այդ երկրում։ Վերջին հարցս ուզում եմ տալ կրկին կապված տարածաշրջանային հարցերի հետ, բայց հայաստանյան կողմից Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ հայտարարեց, կոչ արեց Հայաստանի իշխանություններին գնալ խաղաղության ճանապարհով եւ հատկապես Թուրքիայի առումով նա բավականին կարծես դրական այսպես տրամադրություններ փոխանցում, որ կա հնարավորություն եւ պետք է աշխատել հարաբերությունների կարգավորման առումով։ Եթե մի կողմ թողնենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, արդյոք ներկա Թուրքիան այս վիճակում եւ այս զարգացումներով որևէ հնարավորություն տալիս է հարաբերությունների բարելավման գոնե։ Well, obviously, first and foremost, former President նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես նախկին քաղաքական գործիչ է եւ ես նրա ելույթը գնահատում որպես սարսափի ու խուճապի դրսևորում։ Իհարկե, մյուս կողմից էլ տրամաբանականը եւ ռազմավարականորեն կարեւոր է փորձել լուծման ուղիներ գտնել։ Եվ այս առումով ես նույնիսկ չեմ կարծում, որ նրա բարձրացած հարցերը շատ հեռու են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումներից։ Հայաստանը իսկապես զգուշավոր հավասարակշիռ դիրքորոշում ունի եւ այս առումով խնդրահարույց կողմը իրականում Ադրբեջանն է, որը ամեն կերպ խուսափում է ընդհանրապես դիվանագիտական երկխոսության մեջ մտնել, ինչը ավելի շատ վախի ու թուլության դրսևորում է Ադրբեջանի կողմից, քան թե ուժի ցուցադրություն։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ռազմավարական, խոսքի ռազմավարական նշանակությունը, դա շատ հեռու չէ Հայաստանի պաշտոնական դիվանագիտությունից։ Եկեք նորից հասկանանք, որ հարաբերությունների կարգավորման հարցում այս պահին գնդակը Թուրքիայի դաշտում է։ Երբ եւ ինչ կերպ Թուրքիան պատրաստ կլինի խոսելու, Հայաստանը պատրաստ է դրան պատասխանելու։ Սակայն եկեք հիշենք, որ Հայաստանի համբերությունն էլ անսահման չէ։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Կիրակոսյան, իմ զրուցակիցն էր տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։